Դուք տեսնում եք, որ արդեն այլևս դա չի ազդում։ Ինչքան էլ որ չգիտեմ, էլի։ Բայց բանտերը լցված են բայց որ բանտերը լցված են, այդ բանտերում էլ տեղ չկա։ Այսինքն մենք բոլորս պիտի պատրաստ լինենք, որ վաղը միսօր կարող են ցանկացած մարդու հետևից գալ, բայց դա մեզ չպիտի հետ պահի պայքարից։ Մեր ընկերները ոգով ամուր են, մենք գնում ենք իրենց տեսակցում ենք, ում տեսակցությունները բաց է։ Իրենք որևէ մի քայլ հետնահանջ չեն անում, ընդհակառակը կոչ են անում, հորդորում են ժողովրդին, որ իրենց մասին չանհանգստանան, իրենց պայքարը էլ ավելի մեծ թափով շարունակեն եւ ամեն ինչ լավ է լինելու։ Այսինքն չպիտի մենք մտածենք, որ գիտեք ինչ կա, իրենք բռնաճնշումների ենթարկեն, ժողովուրդն էլ պիտի վախենա։ Չի վախենալու։ Այս մեր պայքարի մեր ընկերները, որոնք տարիներ շարունակ անցել են այդ թոհուբոյի մեջով, որևէ մի քայլ հետ չեն անելու։ Քիչ առաջ հայտարարվեց, որ այն պահից երբ մեր ձևով շարժումը կդառնա քաղաքական ուժ, այսինքն կուսակցություն, նախագահ կլինի Սամվել Կարապետյանը։ Ձեր կարծիքը այս շատ կարևոր հայտարարության հետ կապված։ Ես ուրախ եմ, ինչ կարծիք պետք է, միայն դրական։ Սամվել Կարապետյանը մեծ բարերար է, Սամվել Կարապետյանը շատ բան ունի մեր ժողովրդի համար արած, ինքը ազնվագույն մարդ է, եւ եթե որոշել է, որ ինքը պետք է լինի կուսակցության ղեկավար, ես միայն ողջունում եմ, շատ ավելի լավ։ Հաշվի առնելով, որ այս իշխանությունը ցանկացած ազնիվ անձի, ցանկացած պարագայում միշտ պիտակավորում է, հիմա չեք կարծում, որ ավելի շատ վտանգավոր, այսպես ավելի շատ է թիրախավորելու, ավելի շատ նոր կեղտոտ գործեր են կարվելու։ Պիտակավորողները, թող այդ պիտակավորումները մի հատ հետ դառնան իրենց նայեն։ Իրենց անցած ուղին, իրենց ճանապարհը, իրենց արածը այս ժողովրդի եւ նաեւ չարածը իրանք ոչ մի բան են, իրենց վրա պետք չի կենտրոնանալ, այսինքն ինչ անկենսագիր մարդիկ, որոնք միայն ու միայն աղետ են բերել հայ ազգին, որևէ մի ոչ բարոյական, ոչ մի իրավունք չունեն կարծիք հայտնելու, ոչ սրբազանների, ոչ Սամվել Կարապետյանի, ոչ էլ են մարդկանց, որ նայեք այդ մարդկանց հետագիծը, նայեք այդ մարդկանց անցած ուղին, իրենք ով են, որ մի հատ էլ անուն դնեն կամ մենք էլ դրան նայենք, տեսնենք իրենք ինչ անուն են դնում։ Վաղը ազգովի գնում ենք դեպի Մայրաթոր։ Կխնդրեմ հոգևոր այդ ընթացքի մասին ասեք։ Շատերն ասում են գնում ենք մաքրվելու, գնում ենք հաղթանակի նոր ճանապարհով եւ Աստված առաջ։ Այո, մենք բոլորս հատկապես հայ առաքելական Սուրբ եկեղեցու հետևորդները պատրաստ ենք ի պաշտպանություն մեր հորտան, դա մեր բոլորիս տունն է, դա մեր բոլորիս սրբավայրն է եւ որևէ մեկին թույլ չենք տալու պղծեն։ Ես միշտ ասել եմ, կրկնում եմ, մողոլ թաթարները անգամ չեն մտել եկեղեցի։ Իրենք մտել են եւ դրանով արժանանալու են Աստծո պատժին եւ ի վերջո ինչքան էլ իրենք փորձեն հարվածեն, ստվեր գցեն եկեղեցու վրա, եկեղեցին էլ ավելի ամրակուր լինելու, էլ ավելի պինդա լինելու եւ տասնյակ, 100 հազարավոր մեր հայրենակիցներ կանգնելու են ի պաշտպանություն Մայրաթոր Սուրբ Էջմիածնի եւ սա ոչ թե առանձին մի հոգեվորականի հարց է, ոչ թե ինչ որ մեկին սիրել չսիրելու հարց է, սա բոլորիս պարտքն է, սա բոլորիս չգիտեմ էլի ինչ ասեմ, ես ինչ որ մի բան չկա, որ հասկացողները գիտեն ինչի մասն է խոսքը, չհասկացողներն էլ ինչքան ասես, ասում հասկացողին մեկ ասա, չհասկացողին 1001 Հենց այդ սկզբունքով էլ բոլոր հասկացող գիտակից մարդիկ հասկանում են, որ սա արշավա մեր ինքնության դեմ, որը որ ուղղորդվում է թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից եւ կրկնում եմ, համոզված եմ ավելի քան, որ իրենք հարձակվելով Մայրաթորի վրա, իրենց քաղաքական վերջակետն են դնել։ Շնորհակալություն։ Ձևավորվող քաղաքական ուժի շուրջ ընդդիմադիրները կհավաքվեն, կմիավորվեն։ Ես այսօր ի ուրախություն մեզ բոլորիս Աստծո բարին։ Հանրահավաքի ժամանակ շատ քաղաքական գործիչներ տեսա, որոնք մեկը մյուսի հետ միգուցե հաստ չեն, իրար հետ ունեն ինչ-որ գաղափարական կամ այլ տարաձայնություններ, բայց այս սրա արդիվ համախմբվել են, եկել են եւ ես դա ողջունում եմ եւ ի վերջո մեր հաջողության գրավականը մեր միասնության մեջ է, ինչքան էլ որ տարաձայնությունները միգուցե առաջի հայացքից թվան, որ անհաղթահարելի են, բայց ցանկացած բան հաղթահարելի է, եթե դու գործ ունես մի իշխանության, որը որ ոտնձգություն է իրականացնում մեր ինքնության դեմ, մեր պետական հիմքերի դեմ
մեր սրբությունների, մեր արժեքների դեմ եւ ի վերջո սա պետք է լինի պայքար, ազատագրվելու եւ այդ ազատագրումից հետո թող ամեն մեկ իր գաղափարին լինի, արևմտամետա, չգիտեմ, ռուսամետա, հյուսիսի կողմնակիցն է, որպես դաշնակից, հարավի կողմնակիցն է, դա զուտ մարդկանց որոշելիքն է, բայց այս պահին մենք պետք է մի կողմ դնենք, կրկնում եմ, այն բոլոր հակասություններն ու գաղափարական տարբերությունները եւ ի վերջո համախմբվենք, որովհետեւ այն ինչ պայքարի որ մենք դուրս ենք եկել, դա մեկ ուժի, մեկ անձի անելիք խնդիրը չէ։ Եվ այդ առումով ես ուզում եմ գոհունակությունը հայտնել եւ Աստծով այդ համոզմունքը ունեմ, որ ամեն ինչ լավ է լինելու եւ ի վերջո մեր միասնական ոգին պայքարի անկոտրում լինելը մեզ բերելու է առանց որևէ մի կասկածի ու առանց որևէ մի երերալու մեր բաղձալի նպատակներին ու երազանքներին։ Հաղթանակ այլընտրանք չունի, մեր երկիրը արժանի է նորմալ իշխանությունների, Աստծո բարին ձեզ, նորմալ իշխանությունների, հայրենասեր մարդկանց։ Մեր ձևով շարժմանը կհաջողի անել այն, ինչ չի հաջողվում Աքրան Յոզյանյանը։ Մեր ձևովն էլ մասն է կազմում ընդդիմադիր պայքարի։ Ոչ պետք է, գիտեք ինչ կա, ոչ պետք է բեռը դնես մեկ ուժի վրա, կրկնում եմ, մի մարդու կամ մեկ կուսակցության այս ահռելի բեռը որ դնես, ցանկացած մարդու տանելի չէ։ Մենք բոլորս պետք է մեկս մյուսի օգնենք, աջակցենք, իմ ու քու չանենք, բաժանարար գծեր չանենք ընդդիմադիր դաշտում։ Ի վերջո ես կրկնում եմ, նաև սոցիոլոգիական հարցումներով, տարբեր ուրեմն հարցումներով ցույց է տալիս, որ հավաքական ընդդիմությունը այսօր ճնշող մեծամասնությունն է։ Եվ մենք դրանից պետք է հետևություններ անենք։ Այս ընթացքում իմ կոչն է, իմ հորդորն է չթիրախավորել իրար, չվատաբանել իրար, չփորձել մեկը մյուսից ինչ որ ավել երևալ կամ չգիտեմ ավելին ցույց տալ եւ կարծում եմ ամեն մեկի իր համեստ լուման պետք է ներդնի, իր աշխատանքով, իր ամենօրյա նվիրումով, իր չընկրկելով, այսօր քաղբանտարկյալները որ կան, խղճի քաղբանտարկյալները, ուրեմն բոլոր այն մարդիկ, որ ԱԱՑ նկուղներում են կամ այլ բան տերում են, իրենք կրկնում եմ, այն էներգիան, որ փոխանցում են մեզ, այն տոկունությունն ու ամրությունը, որ ցույց են տալիս, մեզ մի բան է մնում, համախմբվել, պայքարել եւ ի վերջո իրենց ազատագրել այդ բանտերից, որ իրենց տեղը չի։ Մեր առաջնորդները անազատության մեջ են եւ պետք է բարերարը դուրս գա եւ շենացնի երկիրը, իսկ սրբազանները պետք է դուրս գան եւ աղոթքով մեր ժողովրդին առաջնորդեն։ Այսօրվա այս հանրահավաքից իշխանությունները Նաեւ իդեպ նաեւ մեր ընկերը այս նկուղում նաեւ ԱԱՑ մեկուսարանում նաեւ մեր ընկերը երկու Սարգսյաններն են, Իգոր Սարգսյան ԱԱՑ մեկուսարանում է, մյուս Սարգսյանը Արթուր Սարգսյանը Վարդաշենք հրակատարողական հիմնարկներում է։ Գիտեք, որ զոհված մեր հերոսների ծնողներն են անազատության մեջ եւ մեզ այլընտրանք չկա, քան պայքարելը եւ ուզում եմ համոզմունքով ասել, որ ամեն ինչ լավ է լինելու։ Այսօրվա հանրահավաքից իշխանությունները ինչ հետևություններ ունեն անելու եւ արդյոք ունեն ամեն հանրահավաքից իշխանության հետևությունը Աստծո բարին ձեզ մեկն է ֆիքսել մարդկանց, որոնք որ մասնակցում են եւ իրենց վրա ճնշումներ գործադրել, բայց մեր ազգը ճնշվող ազգ չէ, մենք sense փորձությունների մեջով չենք անցել եւ այս տարիների մեր պայքարը ցույց է տվել, որ ինչքան էլ իրենք փորձեն իրենց կեղտոտ ոճով, թիրախավորելով, փորձելով մարդկանց վրա քրեական գործել կարեն, մեկ է այսօր մեկ անգամ եւս համոզվեցինք, որ մենք չենք ընկրկում, չենք նահանջում եւ ավելի մեծ թափով պայքարելու ենք եւ կրկնում եմ 100 հազարավոր մարդիկ մերժելու են իրանց